հարցը, գլխավոր փաստարկը, որով առաջնորդվում է Ադրբեջանը եւ որով փորձում է արդարացնել իր ագրեսիվ գործողությունները, դա այն է, որ 1991-ին, տեսնում եք, ինչքան մնացին քարոր դա խորացան, 91-ին նա ճանաչվել է Ադրբեջանական Հանրապետությունը, ճանաչվել է խորհրդային Ադրբեջանի սահմանները։ Այդ փաստարկը, սկզբունքային բնույթի այդ փաստարկը, որը նրան տվել է Եվրոպան եւ Արևմուտքը, եւ նույնիսկ կարելի ասել խոշոր տերությունները, մինչ օրս նա օգտագործում է եւ որպես պատերազմելու իրավունք, որպես իր այսպես կոչված գրավյալ տարածքները ազատագրելու իրավունք։ Դրա համար մենք վերջին զարգացումների նույնպես պետք է փորձենք տեսնել այդ ելակետային, այդ մեկնաշետային իրադարձության լույսի տակ եւ չկտրել նրանից։ Քանի գնում ինքը ավելի սանձարձակ է դառնում եւ նույնիսկ որոշ դեպքերում Մինսկի խումբն է այդ առիթները նրան տրամադրում։ Եթե դուք հիշում եք, Օրլիկը, որ համանախագահող երկրներից ներկայացուցիչներ Մինսկի խմբում, իր գործունեությամբ գրեթե բոլոր տարիներին անընդհատ ասում էր ստատուս քվոն անտանելի է, պետք է փոխվի։ Ինչ պետք է դրա տակ հասկանալ։ Եվ Մինսկի խմբի կողմից ներկայացված բոլոր փաստաթղթերում գրեթե խոսք է գնում այսպես կոչված գրավյալ տարածքների վերադարձի մասին։ Հիմա Ադրբեջանը դա ընդունում է հիմք եւ Ադրբեջանը դրանով փորձում է արդարացնել, հիմնավորել, այդ նաև իրավաբանորեն հիմնավորել իր գործողությունները։ Ինչ է մեզ պետք անել այդ պարագայում։ Բանն այն է, որ Մինսկի խմբի կողմից հակամարտության կարգավորման հիմքում դրված սկզբունքները ինքնին ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Այնտեղ դրված է տարածքային ամբողջականության սկզբունք, դրված է ժողովրդի ազատ ինքնորոշման սկզբունք եւ խնդրի կարգավորման սկզբունք, այն սկզբունքը, որը այսօր հաճախ հնչում է որպես այսպիսի մի ձևակերպում, թե այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Այն հանգամանքը, որ Մինսկի խումբը քառորդ դար զբաղվում է խնդրով եւ ինքն է առաջարկում տեսակետներ, որպեսզի կողմերը տան իրենց համաձայնությունը առաջարկվող փաստաթղթերի կամ լուծումների վերաբերյալ, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Մենք վաղուց պետք է դա ասեինք, բայց փառք Աստծո, որ դա նաև հնչեց համանախագահող երկրներից մեկի արտգործնախարարի կողմից բաց տեքստով Լավրովի կողմից։ Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Լավրովի այդ արտահայտությունը ռուսական լրատվամիջոցները շատ չքարոզեցին, որովհետև դա շատ բաց ձևով Ադրբեջանին ուղղված փաստորեն փաստարկ էր, որը հերքում է նրա բոլոր Բաքվի բոլոր մյուս փաստարկները։ Բայց ենթադրում եմ, որ դա այնքան էլ համաձայնեցված չէր մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ, արտգործնախարարությունների հետ, դրա համար էլ այդ թեզը մի տեսակ լռության մատնվեց։ Բայց խնդիրն այն է, որ հենց Մինսկի խմբի, ինչպես քիչ առաջ ասացի, սկզբունքներից բխում է դա, եւ այն բանից հետո երբ գոնե մեկը ասել է, մենք չպետք է նույնպես հետևենք ռուսական կամ այլ երկրների լրատվամիջոցներին, որպեսզի լռության մատնենք այդ կարևոր փաստարկը։ Տեղեկատվական դաշտում մեր խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ, բայց
մենք այս բարագայում պետք է ոչ թե իմ կարծիքով հղում կատարենք Լավրովին, այլ հենց այն սկզբունքներն, որոնք դրված են հակամարտության կարգավորման հիմքում։ Լավրովին նեղը չդնելու համար մի տեսակ դա ամբողջ գործընթացից բխեցնելու համար, Եվրոպայի եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումից բխեցնելու համար։ Մենք դա կարող ենք անել եւ մեր գլխավոր խնդիրներից մեկը այս этаպում մանավանդ սրումների կապակցությամբ սահմանագծի դա պետք է լինի։ Մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հետաքրքիր փաստի վրա։ Ուրեմն երբ նախագահը Սերժ Սարգսյանը այցելեց Բրյուսել եւ այնտեղ նրան Դոնալդ Տուսկն ընդունեց, վերջինս իր ելույթում էսպիսի մի բան ասաց, որ ստատուս քվոն շատ անկայուն է։ Սրա ենթատեքստն այն է, որ ստատուս քվոն միջև խնդրի վերջնական լուծումը կարգավորումը պետք է կայուն լինի։ Եվ դրանով Տուսկը հակադրվեց Միչալոս Օրլիկին, որը անընդհատ ասում էր, թե հապճեպ ձևով պետք է արդեն անտանելի է ստատուս քվոն։ Եթե ուշադիր այդպես հետևենք քաղաքագետի աչքով այդ հայտարարությունները, որ արվում են տարբեր երկրների, տարբեր եվրոպական կառույցների կողմից, ապա մենք տեսնենք, որ այդպես լիակատար համաձայնություն նրանց միջև չկա։ Եվ մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից եւ դարձյալ քարոզչական ճակատում դա ասենք։ Իմիջիալոց երբ ես այս բանը ասում եմ, դա չի նշանակում եւ ընդգծում եմ, որ քարոզչական ճակատում ես այն բանն եմ նաեւ միտքն եմ ուզում առաջ տանել, որ երկրի առաջին դեմքերը կարող է եւ այդպես չանեն, բայց ժողովրդական դիվանագիտության գծով, փորձագիտական մակարդակում եւ պատգամավորական պարլամենտական դիվանագիտության դաշտը ավելի ազատ է եւ այդտեղ այն ինչի մասին ես խոսում եմ, այդ գաղափարները պետք է անընդհատ հնչեցվի ընդգծելու համար մեր դիրքորոշման համահունչ լինելը միջնորդ երկրների, համանախագահների, տեսակետների հետ։ Շատերն են ասում, որ վերջին զարգացումները զուտ ներքաղաքական Ադրբեջանի դեպքում ներքին շուկայի համար նախատեսված բաներ են, բայց գիտեք արդեն քառորդ դար է դա այդպես է, եւ քառորդ դար է, որ երկիրը այդ քաղաքականությունը տանում է Հայր Ալիևից հետո ավելի սուրբ արտահայտված ձևով, ես այն կարծիքն ունեմ, որ Ադրբեջանը դեռևս հույս ունի իր համար հարմար ձևով մեկնաբանված եվրոպական եւ այլ երկրների պաշտոնական դիրքորոշումների հարմար մեկնաբանությամբ շարունակել ուժեղացնել ճնշումը Լեռնային Ղարաբաղի վրա։ Չի բացառվում, որ դա տեղի կունենա, չնայած հենց 2 օր առաջ Ստանիսլավ Տարասովը, որ ռուս հայտնի փորձագետ է, ասաց, որ նշել է, որ Ղարաբաղյան հարցում Բաքուն տանուլ է տվել այդ պարտիան եւ պատերազմի վտանգը հեռացել է։ Կարելի է համաձայնվել, բայց կարելի է չհամաձայնվել Տարասովի հետ, որովհետեւ գիտեք, ռազմաշունչ հռետորաբանությունը միանգամից չի նահանջում, ռազմատենչ վարքը միանգամից չի կոտրվում պրակտիկայում։ Կարելի է ասել, որ եւ քառորյա պատերազմը 16 թվականի եւ այս վերջին իրադարձությունները Ադրբեջանը կրում է պարտությունը պարտության հետևից, բայց դա չի նշանակում, այստեղից ինձ թվում է չի բխում, որ նա չի ուժեղացնի իր սպառազինությունը եւ չի փորձի ահա Օրլիկյան մեկնաբանությունը ստատուս քվոյի առաջնահերթ ստատուս քվոն այլևս անտանելի իր համար